Ձեզ եմ ներկայացնում քաղաքացիական պայմանագիր խմբակցության միջնորդությամբ եւ խորհրդի հաստատմամբ ներկայացված նախագծերը եւ դրանց հրատապության հիմնավորումը։ Առաջին նախագիծը, որը վերաբերում է բաժնետիրական ընկերությունների մասին, օրենքում եւ փոփոխություն թվով 6 նախագիծ է ներկայացված, դրանք չթվեմ նրանց հիմնավորումները հիմնականում առաջին նախագծի ընդունման հրատապությունը պայմանավորված է Հայաստանի բաժնետիրական հարաբերություններում առկա համակարգային խնդիրներով, որոնք հանգեցնում են փոքրամասնություն կազմող բաժնետերերի իրավունքների փաստացի սահմանափակման եւ ներդրումային միջավայրի թուլացման։ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ներդրումային գրավչության բարձրացում եւ փոքր ներդրողների համար ստեղծվում է կանխատեսելի եւ պաշտպանված միջավայր։ Նախագծի ընդունման դեպքում էականորեն կբարելավի կորպորատիվ կառավարումը, մեծամասնական բաժնետերերը կլինեն ավելի զգոն, խուսափելով տևական անգործությունից կամ շահույթի անհիմն կուտակումից։ Ակնկալվում է նաև շուկայի լիկվիդայնության աճ, հեշտացվում է կապիտալի շրջանառությունը վերահսկողության փոփոխության դեպքում։ Երկրորդ նախագծի ընդունման արդյունքում թիրախավորված կլինեն տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների միջոցով, ինչպես նաև անչափահասի ներգրավմամբ թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը, ինչպես նաև կխստացվի թմրամիջոցների ապօրինի շրջանառության դրսևորում հանդիսացող հանցագործությունների համար վարչական եւ քրեական պատասխանատվությունը։ Երրորդ նախագծով ներկայացված օրենքների նախագծերի ընդունումը միտված է ոլորտում առաջացած խնդիրների լուծմանը, օրենսդրական կարգավորումներ պահանջող ու գործնականում հայտնաբերված տարաբնույթ բացերի կարգավորմանը, ռոտացիայի սկզբունքով օտարերկրյա պետություններում դիվանագիտական ծառայության մարմիններում ծառայող դիվանագետների վարձատրության պայմանների լավարկումը։ Փոփոխությունների արդյունքում ներդրվում են դիվանագիտական գրասենյակ հիմնելու վերաբերյալ կարգավորումներ։ Չորրորդ նախագիծը էներգետիկայի մասին օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին է։ Օրենքների նախագիծը եւ կից օրենսդրական փաթեթի ընդունումը բխում է կառավարության 21-26 ծրագրի 3.4 բաժնից, մասնավորապես այդ բաժնի առաջին նախադասությամբ ամրագրված է, որ կառավարության քաղաքականությունն էներգետիկայի ոլորտում ուղղված է լինելու էներգետիկ անկախության ու անվտանգության մակարդակի բարձրացմանը, սպառողներին էլեկտրաէներգիայի հուսալի եւ որակյալ մատակարարման ապահովմանը։ Սույն նախագիծն ուղղված է էներգետիկ համակարգի հուսալիության եւ անվտանգության ռիսկերի նվազեցմանն ու կանխմանը, հետեւաբար նաեւ երկրի էներգետիկ անվտանգության մակարդակի բարձրացմանը, սպառողների էլեկտրաէներգիայի հուսալի եւ որակյալ մատակարարման ապահովմանը։ 5-րդ նախագիծը անձը հաստատող փաստաթղթի մասին օրենքի նախագծի եւ կից օրենսդրական փաթեթի ընդունման հրատապությունը պայմանավորված է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին եւ 23 թվականի սեպտեմբերի 19-ին տեղի ունեցած ռազմական գործողությունների հետևանքով Հայաստանի Հանրապետությունում բնակություն հաստատած եւ բռնի տեղահանված անձանց իրավական կարգավիճակի հստակեցման եւ նրանց ինտեգրման անհրաժեշտությամբ։ Գործող կարգավորումներով նախատեսված պարտավորություններ որոշ դեպքերում գործնական խոչընդոտ են ստեղծում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու գործընթացում, հատկապես այն պայմաններում, երբ բազմաթիվ անձինք չեն պահպանել զինվորական ծառայության վերաբերյալ փաստաթղթերը։ Առաջարկվող փոփոխությունները նպատակ ունեն կանխել սոցիալական եւ իրավական անհամաչափ հետևանքները, ինչպես նաեւ ապահովել տվյալ անձանց իրավունքների իրացումը։ Բացի այդ, օրենքների նախագծերի փաթեթով նախատեսվող փոփոխությունները միտված են կառավարության 21-26 թվականների ծրագրով նախատեսված զինված ուժերի բարեփոխումների արդյունավետ իրականացմանը, մասնավորապես արհեստավարժ բանակի ձևավորման, զինվորական ծառայության գրավչության բարձրացման, զինծառայողների սոցիալական երաշխիքների ամրապնդման եւ մարդկային ռեսուրսների զարգացման ուղղություններով։ Նշված խնդիրների լուծումն ունի առաջնահերթ եւ ռազմավարական նշանակություն Հայաստանի Հանրապետության պաշտպանունակության ապահովման տեսանկյունից։ Վերջին նախագիծը զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում լրացում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթի ընդունմամբ ակնկալվում է սահմանել անձը հաստատող փաստաթղթի մասին մեկ միասնական օրենսդրական ակտ, որով կկարգավորվեն անձը հաստատող փաստաթղթերի տեսակները, դրանց տրամադրման, մերժման, անվավեր ճանաչման, ուժը կորցնելու եւ այլ հարաբերություններ։ Թերևս այսքանը, հարգելի գործընկերներ, սիրով կպատասխանեմ հարցերին, եթե այդպիսիք կան։ Շնորհակալություն, հարցերի հերթագրում։ Տիկին Վարդանյան, հարցեր չկան, կարծես կարող եք զբաղեցնել ձեր տեղը։ Մտքերի փոխանակության համար գրանցում։
Տիկին Վարդանյան եզրափակիչ ելույթի կարիք տեսնում եք, շնորհակալություն։ Հարգելի պատգամավորներ, այժմ քվեարկում ենք այս որոշման նախագիծը։ Քվեարկության է դրվում 2026 թվականի մայիսի 11-ին ժամը 11-ին գումարված Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստի օրակարգային հարցերի քննարկման հատուկ ընթացակարգի մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ ընդունելու մասին հարցը քվեարկություն։ Կողմ 64 դեմ 6 ձեռնպահ 4 որոշում ընդունվել է, հարգելի գործընկերներ, այժմ քննարկում ենք հարցերը, պարոն Արշակյան, որ խնդրեմ կարող եք վարել։ Իհարկե, շնորհակալություն, բարև ձեզ հարգելի գործընկերներ։ Հարգելի գործընկերներ, այժմ քննարկում ենք Ազգային ժողովի պատգամավոր Ծովինար Վարդանյանի ներկայացրած բաժնետիրական ընկերությունների մասին օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։ Համեցեք հիմնական զեկուցող Ծովինար Վարդանյան, խնդրեմ։ Շնորհակալություն, հարգելի գործընկերներ, ներկայացնում եմ ձեզ բաժնետիրական ընկերությունների մասին օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի հիմնավորումը։ Ասեմ, որ նախ ներկայացնեմ ընթացիկ իրավիճակը։ Գործող բաժնետիրական ընկերությունների մասին օրենքը սահմանում է բաժնետոմսերի պարտադիր հետգծման պահանջի իրավունքը միայն սահմանափակ դեպքերում, վերակազմակերպում, խոշոր գործարքներ կամ կանոնադրական իրավունքների սահմանափակում։ Սակայն գործնականում փոքր բաժնետերերը հաճախ հայտնվում են փակուղային իրավիճակներում, երբ մեծամասնական բաժնետերը, օգտվելով միանձնյա որոշում ներկայացնելու իրենց իրավունքից եւ հնարավորությունից, հաճախ դրանք իրականացնում են չարաշահումներով, օրինակ տարիներ շարունակ չեն բաշխում շահույթը, չեն գումարում ժողովներ կամ այլ կերպ խախտում են փոքր բաժնետերերի իրավունքները։ Օրինակ, ներկայիս կարգավորումներով շահույթը բաշխել-չբաշխելու հարցը համարվում է ընկերության հայեցողական իրավունք, ինչը թույլ է տալիս մեծամասնական բաժնետիրոջը անբարեխղճորեն սառեցնել փոքր ներդրողների կապիտալը, զրկելով նրանց եկամտից, այնինչ բաժնետիրական ընկերությունում մասնակցության հիմնական նպատակներից մեկը ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելը եւ դրա արդյունքում շահույթ ստանալն է։ Հատկանշական է, որ ընկերությունների մասին եվրոպական մոդելային ակտը նույնպես շեշտում է, որ ընդհանուր իրավական ստանդարտները հաճախ արդյունավետ չեն փոքրամասնության պաշտպանության համար, քանի որ պահանջում են իրավունքի պաշտպանության երկարատև դատական կամ այլ գործընթացներ։ Ուստի EMCA-ը, այսինքն նույնն է, ինչ ընկերությունների մասին եվրոպական մոդելային ակտը, առաջարկում է կոնկրետ անմիջապես գործողության մեջ ներդրվող իրավունքներ, ինչպիսին է օրինակ 1/10 ձայների արկայությամբ շահույթի պարտադիր բաշխման պահանջ ներկայացնելու հնարավորությունը։ Կամ օրինակ զարգացած տարբեր իրավակարգերում վերահսկողության փոփոխության դեպքում սահմանվում է պարտադիր առաջարկի շեմ, երբ փոքր բաժնետերերին ներկայացում է իրենց բաժնետոմսերը վաճառելու առաջարկ, երբ մեկ անձը միանձնյա սկսում է տիրապետել ընկերության բաժնետոմսերի որոշակի քանակին, սովորաբար տատանվում է 30-50%-ի միջև։ Այստեղ վերված են օրինակներ Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի եւ որտեղ շեմը 30%-ն է, մինչդեռ Հայաստանում անգամ այս գործիքն է նախատեսված բարձր 75%-անոց շեմով, ինչը նույնպես լիարժեք չի ապահովում փոքր բաժնետերերի պաշտպանվածությունը։ Արդյունքում Հայաստանում առկա է մի իրավիճակ, երբ ընկերության միջին քանակի բաժնետոմսեր տիրապետող, սակայն փաստացի փոքր բաժնետերը չի կարողանում արդյունավետ իրացնել իր կորպորատիվ իրավունքները, իսկ անհրաժեշտության դեպքում նույնիսկ պաշտպանել դրանք։ Միևնույն ժամանակ օրենքի գործող կարգավորումներով սահմանված են միայն բաժնետոմսերի կամ այլ արժեթղթերի շուկայական արժեքի գնահատման ժամանակ հաշվի առնվող որոշ սկզբունքներ, սակայն փաստացի առկա չեն կարգավորումներ, որոնք կանխորոշում են այն սուբյեկտիվ, ով կարող է իրականացնել այդ բաժնետոմսերի կամ արժեթղթերի շուկայական արժեքի որոշումը։ Ընդ որում գնահատման գործունեության մասին օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն այն ուղղակիորեն կիրառելի չէ արժեթղթերի գնահատման հարաբերությունների նկատմամբ։ Նման իրավիճակը կարող է փաստացի հանգեցնել այնպիսի իրավիճակների, երբ բաժնետոմսերի կամ այլ արժեթղթերի գնահատումը իրականացնեն նման գործունեության համար բավարար փորձառություն եւ գիտելիքներ չունեցող անձինք։
Առաջարկվող կարգավորման բնույթը հետևյալն է. նախագծի ընդունումը բխում է փոքր ներդրողների համար իրական ելքի մեխանիզմներ ստեղծելու անհրաժեշտությունից, կանխելով մեծամասնության կողմից իրավունքների չարաշահումը։ Առաջարկվող նախագծերով նախատեսվում է ընդլայնել հետգնման հիմքերը, բաժնետիրոջը տրվում է բաժնետոմսերի հետգնման պահանջի իրավունք, եթե ընկերությունը 10 տարի շահութաբաժին չի վճարել, 3 տարի ժողովներ չի գումարել կամ 5 տարի փաստացի չի իրականացնել գործունեություն կանոնադրական նպատակներով եւ խնդիրներով սահմանված ոլորտներում, վերացնել գույքային սահմանափակումը չարաշահման դեպքում, իրավունքի չարաշահման հիմքով հետգնման դեպքում առաջարկվում է չկիրառել ընկերության զուտ ակտիվների 10%-ի սահմանափակումը, որպեսզի ընկերությունը չկարողանա խուսափել այնպիսի հետևանքներից, որոնք առաջացնում են անբարեխիղճ կամ չարաշահումներով գործունեության արդյունքում։ Սահմանել բաժնետոմսերի կամ այլ արժեթղթերի շուկայական արժեքը որոշող անձին ներկայացվող չափանիշներ այն դեպքերում, երբ բաժնետոմսերի կամ այլ արժեթղթերի շուկայական արժեքի գնահատման անհրաժեշտությունը նախատեսված է օրենքով կամ նման հնարավորությունը բխում է օրենքից։ Առաջարկում է կառավարությանը լիազորել սահմանել չափանիշներ շուկայական արժեքի գնահատում իրականացնելու համար իրավասու սուբյեկտի վերաբերյալ։ Եվ արդյունքում ակնկալվում է ներդրումային գրավչության բարձրացում եւ փոքր ներդրողների համար ստեղծում է կանխատեսելի եւ պաշտպանված միջավայր։ Հարգելի գործընկերներ, այսքան էր, խնդրում եմ հարցերը, եթե կան այդպիսի, կպատասխանեմ սիրով։ Շնորհակալություն Տիկին Վարդանյան։